Okay, հարազատներս, սկսում ենք մեր անմահական համով ապուրը, որը կոչվում է cream chowder, արդեն խոսեցինք այդ մասին, մեզ ինչը հարկավոր լինելու, 2 հատ կարտոֆիլ առանձին են գեփվելու եւ 1 հատ էլ առանձին, կասեմ հիմա ինչի համար։ Ընթացքում։ Շատ մանր չէ, բայց շատ խոշոր էլ պետք չունի լինելու։ So, այս չափի բավական լավ է։ Okay. Վերջ, սա դնում ենք խաշվելու, բայց այնքան ենք խաշելու, որ ինքը դանակը մտցնելուն պես, որ չքանդվի իրարից, թույլ խաշելու ենք, շատ չենք խաշելու։ Հիմա սրա վրա ես արագ ջուրը ավելացնեմ, մի մատ ընդամենը բարձր, լինի բավական է։ Okay, ուղարկեցին գազօջախ։ Հիմա, միջև նա կեփվի, ինձ պետքա նորից սա կտրատեմ, բայց ինձ պետքա սա շատ ինքը շատ եփվի, որ դառնա պինդ պյուրե, կարտոֆիլի պյուրե, այս մի հատիկը։ Մանր եմ կտրատում, որպեսզի շուտ եփվի։ Դրա համար չխառնեցի։ Հիմա սա արդեն ջուր ունեմ լցրած, առանձին դնենք և ուղարկենք էլի գազօջախ։ Okay, միջև մեր կարտոֆիլները կեփվեն, ինձ հարկավոր է լինելու սոխը մանր կտրատեմ, չեմ կարող աղալ, սա պետքա մանր կտրատվի և ինձ հարկավոր է լինելու քյարավուզի, երևի 1.5 կօգտագործեմ կամ 2-ն էլ տեսնեմ քանակը արդեն ինչքան դուրս կգա տապակելու համար։ Okay, հարազատներս, եթե նկատում եք, արդեն ինձ մոտ քյարավուզն էլ արդեն կտրտված և սոխն էլ արդեն կտրտված։ Ինձ հարկավոր է սոխը առաջին դնեմ տապակելու կարագով, իհարկե մոտ 2 ճաշի գթալի չափով, լավ մեծ ճաշի գթալի չափով տապակեմ առաջինը սոխը ու այնուհետև կավելացնեմ քյարավուզը։ Okay, հարազատներս, եթե նկատում եք, արդեն ինձ մոտ կարագը հալում է, անցնենք թեթև սոխառածի, շատ պետք չունենք անելու, շատ թեթև, որ հետո պետք է ավելացնենք քյարավուզը։ Okay, հարազատներս, եթե նկատում եք, արդեն թեթև ինքը փափկել է, հիմա ավելացնում եմ արդեն քյարավուզը։ Okay, բավական է արդեն, պետք է անջատեմ։ Եվ հիմա սա կլցնեմ առանձին ամանի մեջ։
Ինձ մոտ կարտոֆիլն էլ է ոնց որ եփվել, հիմա կնայենք։ Okay, Ժողովուրդ ջան, հիմա իրար հետ կստուգենք։ Ահա։ Նայեք, ոնց որ կողքից ինքը արդեն թափանցիկ է, բայց մեջը դեռ այն պնդությունը, ձգությունը կա։ Դա բավական է արդեն, որ անջատենք արդեն։ Եվ հիմա սա քամեմ եւ ավելացնեմ սխարածի հետ։ Okay։ Սա էլ կարտոֆիլը մեր։ Հիմա սա մի լավ խառնում ենք եւ ծածկում ենք մոտավորապես 10 րոպե, պետքա թողենք իրար հետ մնա։ Okay, հարազատներս, մեզ մոտ արդեն 10 րոպեն անցել է, որ դրել էի կարտոֆիլը եւ սոխարածը։ Հիմա ինձ պետք է ավելացնել մեջը քրեմները մեր ծովային խխուժները։ Այսպես պահեմ, որ ավելի պարզ լինի։ Այստեղ մեր մոտ վաճառում են, սա Whole Food-ում կա, ուրիշ տեղ չեմ նայել, չգիտեմ, սուտ կասեմ հում վիճակով ջրի մեջ է։ Սա հիմա պետքա խառնեմ մեջը, իրա ջրով հենց։ Սրա լավությունը նա է, կա եւ բանկաներով են ծախում, բայց բանկաներովը բնականաբար պարզ է բոլորից, որ ավելի հինոտ կլինի մի քիչ, որտեվ չգիտեն երբ են դա արել, թարմեջի, եւ կա որ շատ մանրացված է, կա խոշոր է, բայց սրա լավությունը նա է, որ համ խոշոր է, համ մանր է մեջին է, երկու տեսակինն է կա։ Սարսախցիկներում վաճառում են Whole Food-ի մարքետներում, որ իմանաք, այստեղի մարդիկ իմանան, որտեղից կարող են ձեռք բերել։ Okay, հիմա սա այսպես խառնելուց հետո թողնում ենք եւս 10 րոպե, որպեսզի ամբողջ համեմունքը իրար հետ միանա։ Նորից 10 րոպե։ Այդ ընթացքում էլ մեր պյուրեն արդեն պատրաստ կլինի։ Okay, հարազատներս, միջև որ մեր մնացած բաները արդեն պատրաստ կլինեն գազօջախի վրա եւ սառելու հետ կապված, մենք վերջի բանն է կտրատելու հետ կապված, դա բեկոններն են, որը օգտագործելու ենք ամենավերջում, բայց մեզ պետք է տապակել բեկոնը։ Բեկոն, եթե չգիտեք ինչ է բեկոնը, ուրեմն սա խոզի փորի հատվածի այդ ճարպոտ մասն է։ Երբեք չեմ խորհուրդ տա սա չարաշահել օգտագործելուն, ասենք առավոտյան նախաճաշերի մեջ մարդիկ օգտագործեն, ասենք հենց այդպես ժարիտ կանեն ուտեն, սա չաղացնող է։ Շատ զգույշ պետք է լինենք։ Ես ընդամենը 2 հատիկ եմ վերցրել։ Եվ պետք է մանր կտրատեմ, ժարի տանեմ եւ իրա յուղը հանեմ։ Նոր օգտագործենք մենք այդ խրթխրթան պահը։ Ինքը շատ համով է, արդեն աղարած է, բայց չաղացնելու հատկություն ունի, շատ զգույշ եղեք բեկոններից։ Մարդիկ կան այստեղ օգտագործում են որպես առավոտյան նախաճաշ, հատկապես ամերիկացիները, շատ զգույշ եղեք բեկոնների հետ։ Հիմա դնենք արդեն տապակելու։ Okay, եթե արդեն նոր ջուրը դատարկեցի մեր կարտոֆիլի էլ, արդեն ջուրը լրիվ դատարկած է, ինձ հարկավոր է տապակեմ, մի լավ պետքա տապակեմ, եթե չեք ուզում կարող եք օգտագործել կարտոֆիլի փաթիլները, չոր որ պյուրե են պատրաստում, դրա այդ փաթիլներից կարող եք օգտագործել 2 ճաշի գթալ, փոխարենը կարտոֆիլի պյուրե պատրաստելուն։ Փոխենք տեղը, որպեսզի երևա։ Սա այդ 1 հատ առանձին կարտոֆիլն էր, որ դրել էի։ Սա արդեն պատրաստ է։
Ոչ կարակ եմ ավելացրել մեջը, ոչ մի բան, just միայն ինքը իր ջուրով խաշվել է, ջուրը դատարկեցի, քանի որ լավ երկվել էր արդեն։ Հիմա ընդամենը փափկացրեցի եւ որպեսզի կարողանամ խառնեմ ընթացքում մեջը։ Սա առանձին ենք դնում, հետ եկանք մեր բեկոններին։ Հələ մի հատ ինձ հիշեցրեք, կարծեմ, եթե չեմ սխալվում, այս հատվածը Հայաստանում ասում են խորոլ, եթե չեմ սխալվում, այդպես մի բան էին ասում, որ սենց որ ժարիտ էին անում, կարծեմ խորոլ էին ասում, եթե չեմ սխալվում, եթե գիտեք, ասեք գրեք կոմենտներում, որ իմանամ։ Okay, ժողովրդյան գրեթե եղած է, նայում եք ինչքան յուղ դուրս եկավ, ահա որ շատ յուղոտ է։ Ինձ մոտ արդեն եղել է։ Իսկ այդ յուղը թափել եմ, ինձ պետք չի։ Վերջ։ Okay, արևներս, մենք հետ եկանք։ Հիմա, ինչ ենք անում։ Արդեն սա բավական ժամանակ անցավ, մոտ 20 րոպե, անգամ 30 րոպե։ Մեզ պետք է ավելացնել հիմա կաթ։ Ես օգտագործում եմ բարձր յուղայնությամբ կաթ եւ 500 գրամ եւ օգտագործելու եմ heavy whipping cream, կաթի սեր արդեն 250 գրամ heavy whipping cream։ Ինքը թանձր կաթն է արդեն։ Okay։ Հիմա մի լավ սա կխառնեմ։ Մեջը ավելացնելու եմ դափնու մանրացրած տերև, մեկ թեյի գթալի չափով սև պղպեղ և աղ։ Աղը արդեն ձեր ըստ ճաշակի, հիմա ես մի թեյի գթալ կդնեմ, բայց ընթացքում կնայեմ, եթե կարիքը լինի պետք է ավելացնեմ և դնում եմ գազօջախի վրա, շատ մանր, մինչև որ կսկսի արդեն եռալը, նոր դրանից հետո կհանեմ միջին աստիճանի։ Okay, ժողովրդյան չենք մոռանում ընթացքում խառնում ենք, որպեսզի տակը չկպնի, որտև կաթ է ինքը արդեն։ Հենց որ արդեն սկսեց եռալը, շատ թեթև կարող ենք բարձրացնել տակը և կարտոֆիլի պյուրեն պետք է ավելացնենք մեջը, որպեսզի իրան թանձրացնենք։ Okay, հարազատներս, արդեն քիչ ուզում է եռալ, սկսենք ավելացնելը կարտոֆիլի մեր տապակած պյուրեն։
Եվ շարունակում ենք եփելը հիմա արդեն, մինչև որ մեջի կարտոֆիլները, այդ կտրտված կարտոֆիլները լիարժեք եփված լինեն։ Մոտավորապես 20 րոպե պետք է եփենք։ Շատ բարձր կրակի վրա չի դրած, միջին մարմնադրության կրակի վրա։ Okay, Ժողովուրդ ջան, եթե նկատում եք, ինձ մոտ արդեն համարյա թե պատրաստ է, որ վերջի բանը պետք է ավելացնեմ արդեն, դա մեր բեկոններն էին։ Եվ ևս 5 րոպե ու արդեն պատրաստ կլինի։ Այն մարդիկ, որ շատ են սիրում, շատ կրեմային լինի, ինքը չնայած անջատելուց հետո որ սառչեց, ինքը դառնալու է լավ կրեմային, բայց ավելի կրեմով որ լինի, թանձր շատ լինի, ուրեմն կարող եք մեջը ավելացնել կաթի 1 ճաշի գտալ ալյուր, մինչև գազօջախին դնելը կաթի հետ խառնեք, նոր ավելացրեք մեջը, եթե ցանկանում եք, բայց սա կրեմով շատ ինքը դեռ տաք է, սառելուց հետո բավական կրեմային կլինի։ Թողնենք ևս 5 րոպե եւ կանջատենք։ Okay, հարազատներից արդեն պատրաստ է։ Նայում եք, մի անմահական հոտ է գալի, սովային ճաշուտելստի հոտ է, շատ անուշ։ Ընդհանրապես սա փոքրիկ սուխարի քացիկներով են ուտում, գերադասելի է, սա ուղղակի դնում եմ, այսքանը ես չեմ ուտելու բնականաբար, սա ընդամենը դնում եմ, որպեսզի համենայեմ։ Անմահական, ընտիր, անպայման դուք է պատրաստեք, շատ համով է,